Մարդասը, որ Աստված նորից կյանք առողջություն կարող ենք գալ լսել իր խոսքը, թող Աստված մեզ խոնարհ սիրտ տա, որ մեր սրտի մեջ ընդունենք իր խոսքը եւ կատարող լինենք։ Ուրեմն արդեն հասել ենք, ինչպես գիտեք, Եփեսացից գիրքն ենք ուսումնասիրում եւ արդեն հասել ենք 5-րդ դասին, որ կոչվում է հորիզոնական հաշտություն, խաչն ու եկեղեցին։ Եվ հիշելու համարն է Եփեսացիներ 2:15-17 համարը։ Բայց հիմա Հիսուս Քրիստոսի միջոցով դուք, որ մի ժամանակ հեռու եք, Քրիստոսի արյամբ մերձավոր դարձաք, նա է մեր խաղաղությունը դարձրեց։ Ուրեմն այս համարից կարող ենք ենթադրել, որ այսօր խաղաղության, հաշտության մասին է խոսում դասը։ Եվ հին ժամանակներում, երբ որ հրեական տաճարը կար, եւ եթե դու հույն էր կամ մի այլ ազգերի եւ ուզում էիր պաշտել Աստծուն եւ գնում էիր ներս, ուզում էիր գնայր ներս, բայց հանկարծ մի հատ պատը, մի մետրոնոց պատը քո դեմը եւ քեզ թույլ չեն տալ այդ պատին հունարեն ու լատիներեն գրված է, որ մուտքը արգելված է այլ ազգիների համար, այսինքն միայն հրեաները կարային ներս գնային։ Եվ հիմա եթե մենք պատկերացնենք, որ մենք այդ հույն մարդն ենք, ինչ մենք կզգայինք։ Շատ ստորացված կզգայինք, չէ՞։ Եվ Աստծո մասին սխալ պատկերացում կկազմեինք։ Կմտածեինք, որ Աստված ջոկողություն է, չէ՞, այսինքն մենակ հրեաներն են ներս գնում, սրանք պիտի դուրս կանել լսեն։ Եվ հիմա Եփեսացիս այսօր կարդանք Եփեսացիս 2:11-22 համարները, որոնք հենց այդ մասին է։ Այսինքն եկեք կարդանք եւ հետո մի երկու խոսք ասենք եւ փակենք։ Երկրորդ գլխի 11 համարը, ուստի մտքերնիդ բերեք, թե դուք ատեն մմարմնով հեթանոսները լալով, որոնք անթլպատված կսեփվին ասոնցմե, որոնք թլպատված կկոչին ինքզինքին, մարմնի մեջ ձեռքով եղած, որ այն ատեն դուք առանց Քրիստոսի եք ու հեռացած եք Իսրայելի հասարակութենեն եւ ոդրացած խոստումին ուխտերեն ու հույս մնալ չունեիք եւ աշխարհի մեջ անաստված եք։ Այսինքն Աստված հրեաներին բացել էր ճշմարտությունը, որ իրանք տարածեին, իրանք չհաջողեցին այդ գործում, հլը նույնիսկ պատ էին բարձրացրել, որ Աստված քիչ չէր ասել, ինչ էին այդ պատը դրել։ Եվ իրանք երևի հնարավորություններ չեն ունեցել լսելու, բայց ասում է հիմա հնարավորություն ստացան, երբ որ Հիսուսը եկավ, խաչվեց, հարություն առավ, տարածվեց, իր աշակերտները տարածեցին Ման Պողոս առաքյալը, կոչվում էր հեթանոսների առաքյալ, տարածվեց, արդեն իրանք մոտիկացան Աստծուն, հնարություն ունեցան, մուտք ունեցան Աստծո մոտ եւ արդեն տարբերություն չկար թլպատվածների ու անթլպատների միջև։ Գիտեք, ինչ ձև է այսօր սա մեզ վերաբերվում։ Շատ անգամ մենք մտածում ենք, թե միայն այն ժամանակվա համար է, բայց նաև մեր համար է։ Այսինքն այն ժամանակ Աստծո ժողովուրդը կարծես թե թլպատվածներն էին, ոչ թլպատվածները Աստծո ժողովուրդը չէին, եւ սրանք արհամարական նրանց ասում էին անթլպատներ, սրանք էլ արհամարական ասում էին թլպատվածներ։ Այսինքն թշնամություն կար։ Եվ հիմա էլ նույնն է, երբ որ մարդը հավատացյալ է եւ անհավատին վերևից է նայում, եւ ասում է դու անհավատ ես մարդը։ Նույնն է դուրս գալի։ Մենք պատ ենք բարձրացնում, բայց Հիսուսը եկա, որ այդ պատը քանդի։ Նույնը տարբեր եկեղեցիների միջև։ Ո, ես եկեղեցուցա, ուրեմն ցածր է, ինքը սխալ է հավատում եւ այլն։ Բայց Աստված մեզ այդպես չի սովորացնում։ Սովորացնում է, որ Հիսուսը իր խաչով մեզ բոլորիս հաշտեցրել է։ Ոչ միայն խաչով, իր զոհով, իր հարությունով, իր համբարձումով եւ իր բարձրացումով։ Եվ մյուս համարը ինչ ասում 13-ը։ Բայց հիմա Քրիստոսի շով դուք որ ատեն մեղավոր եք, մերձավոր եղաք Քրիստոսի այրունով։ Եվ 14-ը Բանսյանիկա է մեր խաղաղությունը, որ երկուքը մեկը ռա ու մեջտեղի բաժանող պատը, այսինքն իրարու հետ եղած ծշտամությունը իր մարմինովը քակեց։
Հենց դրա համար Հիսուսին չընդունեցին, որտեղ Հիսուսը եկավ եւ մի այլ բան քարոզեց, քան թե որ իրանք էին ստեղծել։ Գիտենք, որ շատ բաներ ստեղծել, շաբաթօրվա համար 90 քանի կետ էին դրել, որ շաբաթը բեռ էր սարքել մարդկանց, այս պատն էին առաջացրել։ Այսինքն Հիսուսը եկավ այդ բոլորը քանդելու եւ իհարկե հեշտ չէր Հիսուսի համար, շատ դժվար էր, բայց ինքը այնքան մեզ սիրեց, որ այդ գործ արեց։ Ինքը եկավ, զոհվեց, որպեսզի մեզ հաշտեցնի իրար հետ։ Առաջինը Աստծո հետ հաշտեցնի, դրա համար խաչի վրա, եւ երկրորդը իրար հետ հաշտեցնի։ Եվ արդեն ասում է, որ տարբերություն չկա, դուք էլ եք Աստծո զավակ։ Այն ժամանակ էլ տարբերություն չկա, բոլորն էլ Աստծո զավակ են։ Երբ որ մենք աղոթում ենք Հայր մեր, որ երկնքում ես, մենք այդ Հայր մեր, որ ասում ենք, նշանակում մենք բոլորին մեր քույր եղբայր ենք համարում, ոչ թե միայն եկեղեցու, այլ նաև դուրսը, բոլոր մարդիկ, ովքեր երբևէ ծնվել են, իրանք Աստված իրանք ստեղծել է սիրուց դրդված։ Մենք ով ենք, որ այդ մարդկանց չսիրենք։ Եվ երբ որ մենք դա ասում ենք, մենք նկատի ունենք, որ ամբողջ աշխարհի մարդիկ են դրա մեջ ներառված։ Ոչ թե մենակի մազգը կամ իմ եկեղեցու մարդիկ կամ կանայք մենակ կամ մենակ տղամարդիկ, այսինքն Հիսուսը եկավ եւ այդ պատը քանդեց ոչ միայն ազգերի միջև, ոչ միայն անհավատների ու հավատացյալների միջև, այլ նաեւ ազգերի միջև։ Այսինքն ճշմարիտ հավատը միացնում է, կարգչունի ինչ ազգ ես, ինչ գույնի մաշկ ունես, ինչ սեր ես պատկանում եւ այլն եւ հազար աղքատ ես, հարուստ ես։ Եթե իրոք եկեղեցում պաշտվում է Աստված, միաբանում է բոլորին իր շուրջը։ Եվ հետո մյուս համարներում եւ հրամաններով եղած պատվիրանքներուն օրենքը խափանեց, որպեսզի իր մոտ այն երկուքեն տեղ նոր մարդ մստեղծե ու ասով խաղաղություն ունե եւ երկուքն ալ մեկ մարմին եղած հաշտեցնե Աստծո հետ իր խաչովը վասնզի անով սպանեց թշնամությունը։ Շատերը եւ եկավ խաղաղություն քարոզեց մեզի, որ հերո էին ու անոնց որ մոտ էին։ Այսինքն բոլորին խաղաղություն քարոզի։ Շատերը այս համարը կարծում են, թե այստեղ գրված է 10 պատվիրանների մասին, բայց այդպես չէ։ Խոսքը հենց այդ բաժանարար տեսությունների մասն էր, որ ստեղծել էին հрьяաները, հենց այդ պատը կամ այլ իրանց սովորությունները, որ իրանք ստեղծել էին, որ իրանց բաժանում էր մյուսներից։ Խոսքը դրա մասին է, ծիսական օրենքների բաների մասին, ոչ թե 10 պատվիրանքը, եթե ամեն մի պատվիրանը վերցնես, որ մեկը պիտի թշնամություն առաջացնի, հակառակը, ամեն մի պատվիրանը ասում է սիրի, մի վնասի, ուրեմն ստեղ խոսքը դրա մասին չի, ուրիշ մի բաների մասին է, որ բաժանում էր մարդկանց, այլ ոչ թե միացնում էր։ Եվ ուրեմն Հիսուսը եկավ այդ պատը քանդելու, դրա համար իրան խաչեցին, իրանց դուրը չեկավ, որ Հիսուսը ուզում է այդ պատը քանդի, որ ասում է դուք բարձր չեք մյուսներից, բոլորն էլ հավասար են, բոլորն էլ իմ զավակներն են։ Քանզի անոր եւ 18 համարը, քանզի անոր ձեռքով մենք երկուքսալ մեկ հոգիով, որը մոտենալու արտոնություն ունենք, ուրեմն ալ ասկե հետո դուք օտար ու բանդուկ չեք, հապա սուրբերուն քաղաքակիցները եւ Աստծո ընտանիքը, առաքյալներուն ու մարգարեներուն հիման վրա շինված, որուն անկյունին գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Ինչի է Պողոսը ստիպված գրել այս խոսքերը։ Որտեղ այն ժամանակվա եկեղեցում էր կար բաժանություն, չէ։ Պողոս առաքյալը մարդկանց վերում էր դարձի, բայց հրեա հեթանոսները իրան հալածում էին դրա համար, հեթանոսները հալածում էին, բոլորը հալածում էին։ Ոնց որ Քրիստոսին։ Քրիստոս ասեց, եթե իմ քայլերով գնաք, ձեզ հալածելու են, ինչ որ իմ գլխին արեցին։ Բայց ինքը եկավ եւ արեց իմանալով այդ ամեն ինչը։ Պողոսն էլ իմանալով այդ ամեն ինչը այնքան սեր ուներ ինքը մարդկանց հանդեպ, որ ինքը շարունակեց անել այդքան դժվարությունների միջոցով, այդքան հալածանքների միջոցով ինքը շարունակեց եւ հիմա ասում է մի վախեցեք։ Դուք հավասարվել եք, դուք Աստծո զավակ եք դառել, դուք մտել եք փրկվածների մեջ, կապ չունի թե ով ձեզ ոնց է վերաբերվում։ Առաքյալներուն ու մարգարեներուն հիման վրա շինված, որին անկյունին գլուխը Հիսուս Քրիստոսն է, որով բոլոր շենքը մեկտեղ հարմարությամբ կազմված կաչի, սուրբ տաճարը մկլլա Տիրոջմով։
Այսինքն իսկական քրիստոնյաների մեջ արդեն մի հատ տաճար է։ Մենք ունենք համաշխարհային եկեղեցի, տարբեր երկրներում է, տարբեր ազգեր են, բայց համաշխարհային եկեղեցի է։ Մի ուղղություն ունեն, մի հատ նպատակ ունեն, որ ծառայեն Աստծուն եւ իրանց քույրերին եղբայրներին բերեն դեպի ճշմարտությունը։ Արդեն տարբերություն չկա։ Այն ժամանակ էլ չկար, ուղղակի չէին հասկանում։ Հիսուս եկավ, որ հասկացնի։ Որով դուք հալ մեկտեղ կշինվիք Աստծո բնակարան ըլլալու Սուրբ Հոգիով։ Այսինքն սա շատ խրախուսական բառեր է եւ թող Աստված օրհնի մեզ, որ երբ որ մարդիկ գան եւ մտնեն մեր եկեղեցին կամ յուրաքանչյուր եկեղեցի, ոչ թե բաժանություն եւ կռիվներ տեսնեն։ Միտեղ եթե կա բաժանություն կռիվներ, միտեղ եթե մեկը ասի ես ավելան եմ, քան թե դու եւ ես ավելի խելացի եմ կամ չգիտեմ ինչ, այդտեղ Քրիստոսը չկա։ Որտեղ ոնց որ Հիսուսը մեզ ինչպես որ կանք սիրեց, նույնպես էլ մենք իրար պիտի վերաբերվենք մեր տարբերություններով։ Շատ անգամ գիտեք, ընտանիքում մեկը շատ է քննադատում, մյուսը սուս է մնում։ Հարցը այն չի, որ այս մյուս սուս մնացողը ավելի վատն է, քան թե քննադատողը։ Ուղղակի այս սուս մնացողը ավելի համբերատար է։ Իսկ քննադատողը կույր է, ինքը իր մեղքերը չի տենում։ Եթե քո դիմացինը քեզ համբերում է, չի ասում, չի նշանակում, որ դու սուրբ ես, ոչ մի խնդրեմ չունես։ Ուղղակի այս մարդը գիտի, որ այդ քննադատությունը բացի վնասից օգուտ չի բերի։ Եվ ուրեմն, այսինքն, իսկ այսօր կան եկեղեցիներ, որ մտնում ես իրար մասին բանվասում են, իրար մասին քննադատում են իրար, շատ վատ բաներ է տեղի ունենում։ Դա ցույց չի տալի, որ այդտեղ Քրիստոսը ներկա է։ Թող Աստված մեզ օրհնի, որ մենք իրոք Քրիստոսի ներկայացուցիչ լինենք։ Մեր մեջ առաջինը խաղաղությունն է։ Քրիստոսի խաղաղությունը, ես այնպիսի խաղաղություն եմ տալի, որ աշխարհը չի կարող տալ։ Եթե այդ խաղաղությունը մեր մեջ լինի, ոչ Ուկրաինայում կռիվ կլինի, ոչ Հայաստանում կլինի, ոչ միտեղ, ամեն մարդու սրտում, եթե Քրիստոսի տված խաղաղությունը լինի, էլ արտաքին պատերազմ չի լինի։ Թող Աստված մեզ օրհնի, որ մենք իր ճշմարիտ հետևորդը լինենք։ Ամեն։ Ամեն։ Սովորտ է սխմում, որ